Շնորհակալություն նախորդ ճապազրույցի ժամանակ ձեր սպառնալիքներից հետո, որ եթե մեզ չընտրեք պատերազմ կեղի 50 բալ երկաշարժ կեղի սա կկործանվեն վարի կգնան, մեզ հաշմանդամ կսարքեն, մենք էլ անգործ կմնանք։ Ես ես մի շաբաթ ընթացքում լավ երկար մտածեցի, գցեցի բռնեցի եւ որոշեցի ամեն դեպքում ռիսկի դիմել եւ ձեզ ձայն չտալ հաջորդ ընտրություններին, բայց դա չի նշանակում, որ ես նախկիններին եմ ձայն տալու, որտեղ ես նախկիններից եմ զզվում, որտեղ եթե իրենք օրինակ նորմալ իշխանություն լինեին, բացի մեր կողքից իհարկե, եթե նորմալ իշխանություն լինեին, դուք այսօր այստեղ կանոններ չեք լինի, Արցախումները կլներ, հանձնված չլինի, հազարավոր զոհեր չենք ունենա, մեզ էլ չեք սպառնա հաջորդ ընտրություններով եւ մնացածով։ Քվեարկության օրը գիտեմ, թե ում օգտին կքվեարկեք, դուք կքվեարկեք քաղաքացիական պայմանագրի օգտին։ Դուք հիմա այլ բան չեք ասում, որովհետև վաղվանից կկտրվի ձեր ֆինանսավորումը։ Իսկ երբ որ չքվեարկեք քաղաքացիական պայմանագրի օգտին, էլի կտրվելու է ձեր ֆինանսավորումը, չեմ սպառնում, որովհետև ձեր գործունեությունը դառնալու է անիմաստ, որովհետև ձեր նման լրագրող պետք չի լինելու Հայաստանի Հանրապետությունում, դուք գործազուրկ եք լինելու, դուք չեմ սպառնում ես, այսինքն դուք դա ինձնից լավ գիտեք, դուք լրագրող եք, գիտեք ինչ եք դուք հիմա աշխատանք ունեք, չէ, 15 տարի, այդ կներեք Ռուբիկ Հակոբյանը, չէր կներեք, ինչ էր տեղի ունեցել ձեզ այդ, չի եղել ձեզ այդ տենց բան, երբ ա եղել դա։ Բավոր ասում եք, ինչ ա եղել, կներեք ձեր ծնոտին հագցրել էին, այդ էր եղել, հա, օքեյ, ուրեմն իրա գլուխը պատին ա տվել, բայց որ խոսում եք, այդ որ հերթով գնում եք գրում, իսկ ինչ ա եղել, դուք ելնում եք այն իրողությունից, որ ոչ մեկ ոչի բան չի հիշում, հա, ոչ մեկ ոչի բան չի հիշում, Հեսա հերթով կասեք կգնաք կգրեք ինչ ա եղել, ամեն բրիֆինգին կասեն, ում լրատվամիջոցի հետ ինչ ա եղել։ Երկրորդը, դուք հիմա լրագրող եք աշխատում, աշխատանք ունեք, որովհետև ես վարչապետ եմ։ Որովհետև այն մարդիկ, ովքեր ձեզ ֆինանսավորում են, իրանց պետք է դուք, որ գաք ես միկրոֆոնի տակ կանգնեք, ասենք դոշ ծեծելով ասեք, ման, ինչքան վիրավորական, ինչքան կներեք բարոյականության հետ սահմանակցող արտահայտություն, որ դուք կանգնեք, իրանք էլ ասեն, տեսեք ինչ թույլ է, ծնոտին չտվեց։ Բայց ասում եմ, իմ ուժեղությունը ծնոտին տալու մեջ չի, իմ ուժեղությունը լեգիտիմության մեջ է։ Երբ որ ես վարչապետ չլնեմ, դուք 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու։ Ոնց որ 2000 չգիտեմ որ թվին եկել էին առավոտի խմբագրությունում ԱԱՑ-ից եկել էին համակարգիչները հավաքել տարել, որովհետև այդ իրանք էին տվել, պարզվեց համակարգիչները։ Գալու են ձեր հեռախոսը ժամացույցն են ձեռներիցը թանելու, որ պահին ես վարչապետ գոնե գնահատեք։ Դուք չեք հասկանում, որ դրա համար եք աշխատում, որովհետև ձեր մակարդակի լրագրողը 1000 ներողություն։ Նախ նորմալ լրատվական դաշտում աշխատանք չի ունենա։ Եվ երկրորդը, ես վարչապետ չլինեմ, դուք ընդհանրապես 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու։ Դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակեք։ Ունեք ծնոտին ստանում էիք։ Հիմա նախ դուք նախկինում ոչ մի անգամ Հայաստանի ղեկավարի ուղիղ եթերի ժամանակ չեք կանգնել եւ տենց բաներ չեք խոսացել, ձեզնից ոչ մեկը ձեզնից, եւ չեր էլ կարող խոսալ։ Շատ լավ։ Դուք դեռ երկար լրագրող կաշխատեք, բայց ձեզ խնդրում եմ ձեր մասնագիտական որակների վրա աշխատեք։ Պետքա մի քիչ բան անել, վերապատրաստումների գնալ, պետքա մի քիչ գումար ծախսել սեփական կրթական մակարդակը բարձրացնելու, իրազեկվածության մակարդակը բարձրացնելու, պրոֆեսիոնալ մակարդակը Ես գնում եմ կառավարական ակադեմիա, չմտածեք ես ձեզ համարում եմ, որ դուք ենթադրենք վատ են վերաբերվում տենց է։ Չէ, ներողություն, ես ներողություն եմ խնդրում, պարոն Մակարյան, եթե վիրավորեցի, բայց ես դա նկատի չունեմ։ Ես օրինակ գնում եմ կառավարման ակադեմիա սովորում եմ, հետո ուրիշ տեղել եմ գնալու սովորելու։ Ես անընդհատ սովորում եմ, որովհետև ես տեսնում եմ, որ ես
Բոլորը սովորելու կարիք ունեն, որովհետև ես տեսնում եմ, որ ես սխալվում եմ։ Ըլնում բարից բուն եւ փոխաբերական իմաստով պետք է աշխատենք մեր վրա։ Ու քանի որ դուք դեռ երկար լրագրող եք աշխատելու, մենք էլ դեռ երկար ստեղ հարց ու պատասխան ենք ունենալու։ Ես առաջարկում եմ, որ երկուսս էլ մեզ վրա աշխատենք։ Ես ին վրա աշխատեմ, որ հանկարծ ձեզ չվիրավորեմ կամ առնվազն տպավորություն չստեղծեմ, որ ձեզ վիրավորում եմ, դուք էլ ձեր վրա աշխատեք, որ կամ չվիրավորեք, կամ էլ առնվազն տպավորություն չստեղծեք, թե ծնոտին չենք տա այդ հաստատ։ Հաջորդ հարցը Արմեն